Մինչ պետական գերատեսչությունները խոսում են կրթության որակի բարձրացման մասին, ոլորտի մասնագետներն ահազանգում են լուծարման եզրին գտնվող 229 դպրոցների մասին։ Ազգային կրթության խորհրդի փորձագետները ծավալուն և բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարել այս թեմայով, որի մասին էլ այս պահին տաղավարում կխոսենք կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Նախ կուզենայի սկսեինք ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանից, որով որ ենթադրվում է այս դպրոցների լուծարումը։ Այստեղ օգտագործված է որակյալ ծառայությունների հասանելիության ապահովում ձևակերպումը։ Ինչպես սա հասկանալ։ Այո, իսկապես սա շատ տարակուսելի եւ շատ առաջին հայացքից շատ գեղեցիկ ձևակերպում է, իսկ ձևակերպումը գալիս է դեռևս Հայաստանի կառավարության 2021-26 թվականների ծրագրից, որովհետեւ մենք ունենք ընտրություններ ունեինք 21 թվականին, դրանից հետո կառավարությունը ձևավորվեց եւ իր 5-ամյա ծրագիրը ընդունեց, որտեղ կրթության հասանելիության մասին առանձին մաս կա եւ դա արտացոլվեց հետագայում նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մեջ։ Հիմա այդտեղ նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել կրթական հաստատությունների ֆինանսավորման կարգում։ Այդ ֆինանսավորման կարգը որոշ կրթական հաստատությունների, այսինքն դպրոցների պարագայում փոխվեց, եթե նախկինում օրինակ աշակերտների քանակով էր, դարձավ ուրեմն դասարանների քանակով, որը ձեռնտու է դպրոցներին։ Իսկ որոշ դպրոցներ թողեցին հին կարգով ֆինանսավորման, ձեր ընթերցած անունը հենց վերաբերում է այդ դպրոցներին, մինչև այդ դպրոցների վերակազմակերպումը եւ միացումը համայնքային կենտրոն դպրոցների։ Սկզբից, երբ որ ձևակերպվել է այդ ցուցակ, եղել է 232 դպրոց ցուցակում, այնուհետև որոշ դպրոցներ դուրս են եկել եւ վերջի 2 դպրոցները դուրս եկան 2026 թվականի հունվարին։ Արդյոք դուրս գալը, այսինքն այդ ցուցակից դուրս գալը պայմանավորված է մասնագետների հորդորներով, ահազանգով, թե վերանայել է նախարարությունը, որովհետև եթե նկատի ունեք Բայանդուրի, Բագարանի եւ մյուս դպրոցները, այդ 3 դպրոցները, որոնք դուրս են եկել, դրանք 100-ից ավելի աշակերտ ունեն եւ կենսունակ դպրոց է փաստորեն։ Այո, դրանց կրճատումը ինչով էր պայմանավորված։ Ստացվեց նրանից, որ աշակերտների թիվը դպրոցներում մի քիչ ավելացավ։ Մասնավորապես Արջուտի դպրոցում 3 թե 4 աշակերտ ավելացավ ուսումնական տարվա ընթացքում եւ դպրոցը դուրս բերվեց այսպես ասած սև ցուցակից։ Ես ասում եմ հենց ուսուցիչների, ծնողների բառերը։ Եվ դա եղավ փաստորեն ամենավերջերս, սրանից ընդամենը 1 ամիս առաջ։ Եվ իսկ մեր հետազոտությունը մենք սկսեցինք հենց այն պահից, երբ որ դպրոցները հանձնարարական ստացան հիմնականում մարզպետարաններից, որ ձեր դպրոցը ամենայն հավանականությամբ միավորվելու է այսինչ դպրոցին եւ երեխաներին եւ ուսուցիչներին մենք տեղափոխել ենք մյուս կենտրոն դպրոց, որպեսզի դուք կարողանաք դասերը այնտեղ կազմակերպեք եւ դա լինելու է 2026 թվականից։ Եվ փաստորեն մարդիկ արթնացան եւ հասկացան, որ այդ վերակազմակերպումները, այդ գեղեցիկ ձևակերպումները կրթության հասանելիություն, դա նշանակում է թույլ չտալ, որպեսզի փոքր գյուղերի դպրոցի աշակերտները իրենց բնակավայրի դպրոց հաճախեն, այլ նրանց պիտի տեղափոխեն փաստորեն կենտրոն դպրոցներ։ Ըստ վիճակագրության փակվող դպրոցները հիմնականում հեռավոր գյուղերում են, սահմանամերձ գյուղերում են։ Օրինակ, այստեղ Սյունիքում 48 դպրոց, Շիրակում 47 դպրոց, ինչ սպառնալիք է այստեղ։ Ուրեմն որպեսզի բոլորին պարզ լինի, ասեմ, որ Հայաստանում կա շուրջ 1400 դպրոց, այսինքն հանրակրթական ուսումնական հաստատություն։ Այդ 1400 դպրոցներից մոտավորապես 1/3-ը, որ 450-ի կարգի դպրոց է, աշակերտների թիվը ավելի քիչ է, քան 100-ը։ Եվս 1/3-ը դպրոցների 100-ից 300 աշակերտ ունեցող դպրոցներ են։ Եվ մնացած 1/3-ը նոր 300-ից ավելի շատ դպրոցներ, որոնք երեխաներ ունեցող դպրոցներ, որոնք հիմնականում քաղաքային բնակավայրերում են, օրինակ Երևանում։
Որտեղ են փոքր բնակավայրերը։ Դրանք կամ լեռնային, կամ բարձր լեռնային, կամ հատկապես սահմանամերձ բնակավայրերն են, որտեղ ավելի փոքր է բնակչությունը եւ բնականաբար դպրոցն էլ պիտի փոքր լինի։ 229-ից 218-ը միակ դպրոցն է այդ բնակավայրում, որովհետեւ բնակավայրեր կան, որ երկու դպրոց ունեն, օրինակ Բերդը կամ մնացած բնակավայրերում փակվող դպրոցների մասին եմ ասում։ Փակվելու են լավ, էլի հասկանալի է, երեխաները կգնան նույն բնակավայրի ուրիշ դպրոց։ Բայց այդ բնակավայրերում 218 որևէ ուրիշ դպրոց չկա, այսինքն երեխաները ստիպված են լինելու գնալ կողքի կամ որոշ դեպքերում հեռավորությունը բնակավայրերի 12 կիլոմետր է։ Եվ այդ բնակավայրերը, քանի որ լեռնային շրջաններում են գտնվում, եւ երթևեկությունը այնպես չի որ անընդհատ կա, տրանսպորտ կա աշխատող, չէ, որովհետեւ որոշ մարդիկ ասում են ձմռան ամիսներին ես օրինակ չեմ պատկերացնում այդ լեռնային գոտիներում ինչպես է։ Մարդիկ ասում են, ես իմ երեխաներին ասում եմ Երևանի մի թաղամասում էինք ապրում։ Երեխաներին ես ամեն օր 6 կիլոմետր տանում էի, չգիտեմ, կենտրոն եւ հետո կամ գնում են երեխաները հետ էին գալիս այդ մարտում։ Պետք է ասել, որ այո, Երևանում տրանսպորտ կա, մետրո կա, տրոլեյբուս կա, ավտոբուս կա, վերջին հաշվով տաքսիներ կան, ծանոթներ կան, Երևանը ուրիշ, իսկ այս բնակավայրերում օրական երևի 1-2 մեքենա հազիվ մտնի դուրս կա, այդպիսի գյուղեր ունենք մենք։ Եվ ինչպես է պատկերացնում, որ օրինակ Ամասիայում կամ Աշոցքում, որտեղ շատ խիստ ցրտաշունչ ջմերներ են լինում եւ մի քանի ամիս կարող է ընդհանրապես Սյունիքում, որ ձյունը գալիս է, մենք գյուղերում ենք եղել, որ բնակիչները իրենք ասում են, որ հա, առաջին ձյան հետ հենց գյուղի ճանապարհը փակվում է։ Օրինակ այդ դպրոցներից, այդ բնակավայրից ոնց են պատկերացնում երեխաները ինչպես պիտի հասնեն։ Ամասիայում, Աշոցքում, Սիսիանում, որտեղ խիստ ձմերներ են լինում, մարդիկ նույնիսկ պլանավորում են երեխա ունենալը։ Այնպես են անում, որ երեխաները ծնվեն ամռան ամիսներին, որպեսզի հնարավոր լինի տեղափոխել ծննդատուն։ Եվ ինչպես է կազմակերպվելու այդ երեխաների կրթությունը, ուսուցիչների տեղափոխումը, նույնիսկ մինչև հիմա դեռ պարզ չի այդ երեխաների տեղափոխումը կազմակերպվելու է օրինակ համայնքային բյուջեի միջոցներով, պետական բյուջեի միջոցներով։ Եվ մասշտաբները շատ մեծ են, մարդկանց թվում է դե լավ, մի քանի գյուղ է, այդպես չի, մասշտաբները շատ մեծ են, այդ գյուղերում սովորող աշակերտների թիվը 8700 է այսօր, 8700 երեխա ըստ էության զրկվելու է իր բնակավայրի դպրոց գնալու հնարավորությունից, այսինքն կրթվելու իրավունքից։ Իսկ բնակիչներին, այդ ձեր ուսումնասիրությունները ինչ է ցույց տալիս, բնակիչներին հարցրել են, օրինակ դուք համաձայն եք, որ ձեր գյուղի, համայնքի դպրոցը փակվի կամ այդ դեպքում ինչ կանեք դուք, հարցրել են հենց ապրողների կարծիքը։ Հայաստանում ցավոք սրտի ոչ, ցավոք սրտի ոչ ոք չի հարցնում այդ մարդկանց կարծիքը։ Մենք ուսումնասիրել ենք նաև ազգային կրթության խորհրդում, օրինակ արտասահմանյան տարբեր երկրների փորձ, օրինակ հյուսիսային Եվրոպայի երկրներում կան էլի։ Նույնիսկ մի քանի ընտանիքով գյուղեր կան։ Ընդ որում գյուղերի հեռավորությունները շատ ավելի մեծ են, տասնյակ անգամ կարող են ավելի մեծ լինել, քան Հայաստանում գյուղերի հեռավորությունները, բայց միևնույն է, այդ դպրոցները այդ գյուղերում գործում են։ Նրանք իհարկե օգտագործում են նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, այլ տեխնոլոգիաներ, որպեսզի կարողանան երեխաների դասերը պատշաճ մակարդակով կազմակերպեն, բայց երբեք նրանց մտքով չի անցնում դպրոցը փակել։ Նույնիսկ երկրներ կան, եթե չեմ սխալվում, Նորվեգիան է, որտեղ օրենքով արգելվում է դպրոց փակելը, ինչքան էլ փոքր բնակավայր լինի։ Օրինակ, յուրաքանչյուր բնակավայր պիտի ունենա իր կրթական հաստատությունը։ Սա օրենք է։ Եղավ, մինչդեռ Հայաստանում, այո, ոչ ոք չի հարցրել, ինչ որ մեկի քմահաճույքն է ամենայն հավանականությամբ դա եղել, ընդ որում այդ մեկն էլ այդ քմահաճույքը կապում է մեկ ուրիշ ծրագրի հետ, որի անունը 300 դպրոց 500 մանկապարտեզ է եւ ասում է պետք է 300 դպրոց կառուցենք, հետո երեխաներին այդ դպրոցներից, որոնք կառուցված չեն, հին դպրոցներ են, դե հիմնականում խորհրդային ժամանակ կառուցված դպրոցներ են, այնտեղ էլ թույլ չտանք, որ մասնակցեն դասերին, տանենք այդ նոր կառուցված դպրոցներին։ Հիմա հարց է առաջանում եւ մեր հետազոտության մեջ կա, քանի տոկոսով է այդ նոր կառուցված դպրոցների ծրագիրը իրականացվել։ Ընդ որում ասեմ, որ այդ ծրագրի անունը հետևյալն է. մինչև 2026 թվականը
կառուցվող հիմնանորոգվող դպրոցների ցանկ 300։ Մենք օրինակ վերջերս եղանք սահմանամերձ գյուղերում եւ անցնելուց տեսանք այդ նոր կառուցվող դպրոցը ընդամենը հիմքերն էին երևում, դա ջրափիում է, որը Շիրակի մարզ է եւ պիտի միավորի մի քանի գյուղերի, այսինքն ակնհայտ է, որ սեպտեմբերին դա այդ դպրոցը պատրաստ չի լինելու։ Չի լինելու, հաստատ չի լինելու, ավելին ասեմ, քանի որ մինչև 2026 թվականն է եւ մենք հետազոտությունը հենց այդ ժամանակ էինք անում, դեկտեմբերի 15-ին մենք գրությամբ խնդրեցինք նախարարությանը մեզ տրամադրել այդ ծրագրի շրջանակներում արդեն կառուցված եւ գործող շահագործման հանձնված դպրոցների ցուցակը։ Եվ պարզվեց, որ այդ 300 դպրոցից շահագործման է հանձնվել, ծրագիրը ավարտվել է 26 թվականին, ընդամենը 60-ը։ Դա նշանակում է ծրագիրը իրականացվել է ընդամենը 20%-ով եւ այս ծրագիրը չի կարող 230 դպրոցի փակման առիթ դառնալ։ Այստեղ դեռ չեմ ասում, տեսեք, որովհետև շատերը ասում են, դեռ չենք ասում 237 դպրոց, որ ուղղակի Արցախում հանձնվեց թշնամու։ Եվ այդքան երեխաներ հիմա մեծ մասամբ իհարկե Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում են մասնակցում։ Այս ծրագիրը իրականացնելով ինչ է շահում պետությունը։ Ֆինանսական հարց է լուծում։ Հիմնականում իհարկե ֆինանսավորմանն են նրանք հղում անում, որ ծախսերը ահագին շատ են այդ դպրոցների եւ իրականում ծախսերը, եթե համեմատենք ավելի մեծ դպրոցների հետ, ավելի մեկ աշակերտի վրա ավելի շատ ծախս է արվում, որովհետեւ դպրոցում օրինակ դասարանում կա 2-3 աշակերտ, թե օրինակ 15 կամ 20 աշակերտ, նույն քանակով ուսուցիչներ պիտի ունենա եւ այդ ուսուցիչները պիտի վարձատրվեն նույն չափ, որովհետեւ բոլոր տեղերում վարձատրությունը նույնն է։ Ստացվում է մեկ աշակերտի վրա ծախսը ավելի մեծ է։ Բայց դա իհարկե հիմք չի մեր գյուղը դատարկել, որովհետև դուք քիչ առաջ ասացիք ով է հարցրել, չէ՞, այդ գյուղի բնակիչներին։ Իհարկե ոչ ոք չի հարցրել, որովհետև բոլորը դեմ են եւ ակնհայտորեն բոլորը դեմ են։ Մի քիչ հետո ես կասեմ նաեւ ինչ ենք նախաձեռնում որպես շարունակություն, որպեսզի թույլ չտանք։ Այսինքն իրականում իրավիճակը շատ ավելի սուր է, որովհետև մենք կշեռքի նժարի վրա դնում ենք, չգիտեմ, նորակառույց դպրոց ունենալը եւ ազգային անվտանգության հարցերը, որովհետև սահմանամերձ բնակավայրերը դատարկել, իսկ բոլորս գիտենք, որ սահմանամերձ ընդհանրապես յուրաքանչյուր ընտանիք անընդհատ մտածում է իր երեխաների կրթության մասին եւ շատ ծնողներ իրենց երեխաների հետևից գնում են այնտեղ, որտեղ դրանք դպրոց են ունենում։ Շատերը օրինակ բնակավայրը ընտրելիս ընտրում են այնպիսի բնակավայր, որի դպրոցը լավն է։ Կամ այնպիսի թաղամաս օրինակ Երևանում, որտեղ գիտեն, որ շատ հայտնի դպրոց կա եւ երեխաները կգնան այդ դպրոցը։ Եվ հիմա մենք եթե դպրոցը հանում ենք բնակավայրից, բնակավայրը դատարկում ենք ծերանալու առաջիկա 5-10 տարվա ընթացքում եւ այնուհետեւ վերանալու, որովհետեւ էլ ոչ ոք եթե դպրոց չկա, ընդ որում այդ դպրոցն էլ միակ, այսպես ասած, պետական կառույցն է այդ համայնքում, այդ գյուղում, այդ բնակավայրում։ Իդեպ մենք ունենք այդպիսի օրինակ Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղը, որ 80-ականների վերջին փակվել է այդ դպրոցը եւ այս պահին այդ գյուղը կարելի է ասել իբրև համայնք, բնակավայր չկա, միայն ծառայում է իբրև ամառանոց, մարդիկ, որ ունեն այնտեղ հողամասեր, հողակտորներ գալիս գարնանը մշակում են եւ աշնանը հեռանում են եւ մեր այդտեղ արած հարցազրույցները հենց վկայում են դրա մասին, մարդիկ ասում են, եթե մանկապարտեզ եւ դպրոց լինի, մարդիկ կվերադառնան։ Այսինքն ռազմավարական նշանակություն ունի դպրոցը եւ մանկապարտեզը բոլոր համայնքների համար։ Անշուշտ, դա իսկապես դա ուղղակի գիտեք ինչ, աքսիոմա է։ Եթե դուք դպրոց չունեք բնակավայրում, նշանակում է նոր կյանք չի կարող այդ բնակավայրում առաջանալ։ Գիտեք, այստեղ նաև ինչ անընդհատ թերություն կա այդ մտածողության մեջ, էլի։ Մարդիկ են մի քիչ առաջ որ ասացի ինչ որ մեկի քմահաճույքով, այդ մարդը մտածում է, որ օրինակ լավ դպրոց ունենալը, այդ նշանակում է օրինակ վերանորոգված, չգիտեմ, կահավորված դպրոց ունենալը, դա որակյալ կրթության երաշխիք է։ Ուրեմն եկեք ասենք, որ այդպես չի։ Հակառակը ասեմ, դա որևէ էական կապ չունի կրթության որակի հետ։ Կրթության որակը ուսուցչի միջոցով է տրվում, կրթության որակը ուսուցիչների վերապատրաստումով, լավագույն մասնագետների ներգրավմամբ, նոր տեխնոլոգիաների եւ նոր մեթոդների օգտագործմամբ է տրվում, լավ դասագրքերով է տրվում
եկեղեցու պատմությամբ է տրվում, պատմության լավ դասագրքերով, արժեքային հեմքով տրվող կրթությամբ է, որ ապահովում է որակյալ կրթությունը եւ ոչ թե, չգիտեմ, գեղեցիկ պատերով, չէ, որովհետեւ այդ մարդիկ, գիտեք, ասենք, տեսել են այն, ինչ սովորել են, էլի, սովորել են այն, ինչ տեսել են։ Եվ դա, օրինակ, գեղեցիկ դպրոց ունենալը մտածում են լավ է կամ ասֆալտապատ փողոց, որը տանում է դեպի այդ դպրոց, բայց դպրոցի մեջ ինչ բովանդակություն կա, սա ոչ ոքի չի հետաքրում, ցավոք սրտի։ Եվ հայերը իրենց հարևաններից հատկապես տարբերվել են նրանով, որ արժեքահեն կրթություն են տվել։ Եվ դա է պատճառը, որ մենք օրինակ խորհրդային 70 տարիների ընթացքում տվել ենք այնպիսի մեծեր, որոնք ոչ միայն Հայաստանում, ոչ միայն խորհրդային միության սահմաններում, այլ աշխարհի մակարդակով իսկապես աստղեր էին գիտության մեջ, հենց մանկավարժության մեջ, անուններ էլ չասենք, բոլորը դրանց մասին գիտեն։ Հիմա դուք չեք կարող այդպիսի մարդիկ ունենալ, մեծեր ունենալ։ Ընդ որում նրանց մեծ մասը ծնվել, մեծացել եւ կրթություն է ստացել հենց գյուղական բնակավայրերում, որովհետեւ բոլորից է հայտնի գյուղական բնակավայրերում ձգտումը ավելի մեծ է լավ կրթություն ստանալու։ Նրանք ավելի առաջադեմ են նաև բուհական համակարգում, ինքս տարիներ շարունակ դասավանդում եմ, դեկան եմ հիմա աշխատում եւ տեսնում եմ, որ հատկապես այն երիտասարդները, որոնք հենց այդ դպրոցներից են գալիս, այնտեղ են կրթություն ստացել, նրանք ավելի լավ առաջադիմություն են ցույց տալիս։ Դուք խոսեցիք կրթության որակի մասին, կապելով այն մասնագիտական ներուժի հետ, արդյոք դուք փորձագիտություն արել եք, թե քանի մանկավարժ ուսուցիչ է այս պարագայում գործազուրկ մնում, չէ՞ որ տնօրեններ, փոխտնօրեններ եւ նաեւ մասնագետներ մնում են գործազուրկ եւ ելի բնակավայրը լքելու եւս մեկ առիթ է։ Այո, իսկապես դուք իրավացի եք, որովհետև սա բացի ազգային անվտանգության խնդիրներից իր հետ բերելու է նաև սոցիալական մեծ խնդիրներ։ Այս պայդրությամբ փակվող դպրոցներում աշխատում է շուրջ 2300 ուսուցիչ։ Շուրջ 2400 սպասարկող անձնակազմ։ Դրանք հավաքարարներ են, տնտեսական հարցերով զբաղվող մարդիկ են, դպրոցներում կազմակերպիչներ եւ այլն, որոնք չեն դասավանդում, բայց ըստ էության նաև սոցիալական խնդիրներ են լուծում, որովհետև նրանք պետական աշխատողներ են ըստ էության։ Այսինքն մենք գործ ունենք ավելի քան 5000 մարդու հետ, որոնք կորցնելու են աշխատանքը։ Այնպես չի, որ ասում են մենք ուսուցիչներին կտեղափոխենք, մյուս դպրոցում նրանք կաշխատեն ուսուցիչ, այդքան տեղ չկա։ Եթե նախարարությունը ձեզ դիմի եւ հարցնի, ինչ եք առաջարկում դուք եւ ձեր փորձագիտական թիմը, ինչ է առաջարկում։ Մենք առաջարկներ տվել ենք արդեն այդ մեր հետազոտության մեջ, ես հիմա ուղղակի դրանցից մի քանիսը կասեմ։ Անպայման պետք է ներառել այդ դպրոցներում, նախ առաջինը պետք է դադարեցնել ընդհանրապես գործունեությունը եւ գործողությունները, որոնք տանելու են դպրոցների փակմանը։ Այսինքն յուրաքանչյուր երեխա պիտի իրավունք ունենա եւ իրացնի այդ իրավունքը իր բնակավայրում կրթություն ստանալու։ Սա միանշանակ է։ Սա հատկապես վերաբերում է տարրական դպրոցին եւ միջին դպրոցին։ Պետք է ժամանակակից մեթոդները մանկավարժական անպայման կիրառվեն։ Դա նշանակում է այդ դպրոցի ուսուցիչներին պետք է վերապատրաստել, որպեսզի նրանք կարողանան օգտագործել ինտերնետային դասեր, հեռավար դասեր կազմակերպեն, խմբային, այսինքն մի քանի տարիքի երեխաների իրար հետ, թե ինչպես լավ աշխատեն, որպեսզի արդյունավետությունը մեծանա, օգտագործեն նաև լավագույն մասնագետներ, որոնք ավելի մեծ բնակավայրերում են եւ այլն, այսինքն անպայման կազմակերպել տարրական դասարանի եւ միջին դպրոցի դասերը տվյալ բնակավայրում։ Այն ինչ վերաբերում է ավագ դպրոցին, մենք խորհուրդ ենք տալիս ավելի խոշոր անել, քան թե այն ինչ որ հիմա նախատեսվում է։ Հիմա ձեր փորձագիտական թիմը ինչ թեզի վրա է աշխատում եւ Facebook-յան ձեր հարթակում տեսնում եմ բարբերաբար թարմացումներ։ Մենք երկու ուղղությամբ ենք հիմա աշխատում։ Մի կողմից աշխատում ենք, որպեսզի մարդիկ իրենց ակտիվ ձայնը բարձրացնեն, ակտիվ ասեն այն մասին, ինչ մտածում են, իսկ նրանք բոլորս գիտեն ինչ են մտածում, սա մեկ։ Երկրորդը, քիչ առաջ ասացի, մենք հանրագրերով դիմելու ենք ամեն դեպքում կառավարությանը, յուրաքանչյուր բնակավայրի կողմից կազմակերպում ենք ուղղակի այդ գործընթացը եւ մարդիկ դիմելու են հանրագրերով եւ պահանջելու են հստակեցում յուրաքանչյուր գյուղի դպրոցի համար։ Եվ երրորդը, մենք միաժամանակ նաեւ մշակում ենք, որպիսի
այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության կգան 2026 թվականի հունիսից, որպեսզի նրանց սեղանին արդեն դրված լինի այն փաթեթը, թե ինչպես պետք է մոտեցում ցույց տալ, ինչպիսի մեթոդներ կիրառել, որպեսզի կարողանանք իսկապես կրթության որակը բարձրացնենք փոքր դպրոցներում առանց փակելու։ Այսինքն մենք մտածում ենք իսկապես այդպես համապարփակ փաթեթ կրթության որակի բարձրացման եւ բոլոր երեխաներին ապահովելու այդ լավ կրթությունը։ Իդեպ ասեմ, որ այս պայդրությամբ շատ, որովհետև փաթեթը շատ ավելի լայն է լինելու, ոչ միայն այդ դպրոցներին է վերաբերվելու։ Այս պայդրությամբ յուրաքանչյուր 10-րդ երեխան դպրոցահասակ ամբողջ Հայաստանում այսպիսի բան չի եղել։ Ուղղակի դպրոց չի գնում։ Անգրագիտության ահավոր բարձր մակարդակ է։ Մենք տարածաշրջանում ամբողջ աշխարհում եղել ենք հենց այն ազգը, որը միշտ իր կրթության մակարդակով աչքի է ընկել, իր գիտության մակարդակով է աչքի ընկել եւ հիմա տարածաշրջանում մենք կրթության որակի առումով, կրթության մակարդակի առումով վերջին տեղում ենք։ Ցավոք, ասում եմ մեզ փաստերը, վերջին տեղում ենք մեր բոլոր հարևանների մեջ։ Իսկ լավատեսական ինչ կասեք մեզ կամ ինչ կհորդորեք այն բնակավայրերում ապրող մարդկանց, որոնց սպառնում է դպրոցի լուծարումը։ Ես կուզենայի ասել, որ դուք չպետք է ձեր հույսը կտրեք, որովհետև մենք եւս հանդիպումներ ենք ունենում եւ տեսնում ենք մարդիկ, որը ասում են, դե ինչ որոշել են կանեն, եկեք մենք մեր գլխի ճարը տեսնենք, դե իմ տղան օրինակ վերջի օրինակներից մեկը ասում է, տղաս խոպան է գնում, արտագնա աշխատանքի է գնում, երեխաներին հետը կտանի Ռուսաստան, այսպիսի գիտեք պարտվողական բաներ են ասում, որը իսկապես ազդելու է ընդհանուր մթնոլորտի վրա։ Ես կուզենայի, որ այս պարտվողական տրամադրությունները չլինեն եւ իմանամ, որ այսպիսի լրագրողներ կան, այսպիսի մարդիկ կան, որոնք այդ ամբողջը եւ բարձրաձայնում են եւ հասարակության լավագույն մասը հետեւողական է լինելու, որպեսզի այն որոշումները, որոնք ին նպաստ չեն մեր ազգային արժեքների զարգացմանը, դրանց արմատավորմանը հատկապես դպրոցահասակ տարիքից այդ մարդիկ ուղղակի հեռացվեն որոշումների կայացնողների շարքից Հայաստանում։ Եվ դա վստահ եմ շուտով ուղղակի լինելու է։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն էր, մենք խոսում էինք լուծարվող դպրոցների մասին։